Այնինչ, այս տարվա ապրիլին Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց. Արցախի սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում երկրի ղեկավարը լիազորված չէ լուծարել հանրապետությունը, իսկ այդ բովանդակությամբ մամուլի հաղորդագրություն է տարածվել ադրբեջանական կողմի պահանջով, ինչը չի կարելի համարել փաստաթղթի պաշտոնական հրապարակում։ Ավելին, այս գրառումից մեկ ամիս անց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի կողմից հրապարակվեց նախորդ հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին նոր հրամանագիրը, որը թվագրված էր 2023 թվականի հոկտեմբերի 19-ով։ Հենց այս հրամանագիրը վկայակոչելով է դասագրքի համահեղինակ Նժդե Հովսեփյանի եւ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դեմ դատական հայց ներկայացրել Արցախի վերջին նախագահը։ Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքում տեղ գտած տեղեկությունը, համաձայն որի Արցախի հանրապետության նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, չի համապատասխանում իրականությանը։ Չգիտեմ, նկատել եք թե չեք նկատել, ինչպիսի նախադասության է հաջորդում այդ նախադասությունը։ Սկսեց ռազմական ագրեսիա, ունեցանք որոշակի թվականակով զոհ, Արցախի նախագահը ստորագրեց Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր եւ Արցախը հայաթափվեց։ Այնուհետև այդ նույն պատմության դասագրքի հեղինակը, որովհետև ինքն է նշված որպես կոնկրետ այդ տեքստի հեղինակ, հարցադրում է բարձրացնում աշակերտների առջև։ Ինչպես հայաթափվեց Արցախը։ Ըստ դասագրքի տրամաբանության, աշակերտը երեխան կարող է դրան տալ ընդամենը մեկ տրամաբանական պատասխան՝ Արցախի հանրապետության նախագահի հրամանագրի հետևանքով։